Լեգենդար թիմի մասին ֆիլմի մեծ պրեմիերան Երևանում Կարմիր գորգին առաջին հերթին լեգենդներն են։ Նրանք պատմություն են կերտել ոչ միայն ԽՍՀՄ, այլև համաշխարհային ֆուտբոլում։ Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմում նկարահանվել են նաև Հայաստանի եւ Ռուսաստանի լավագույն դերասանները։ Այս շարքում է նաև Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։ Արարատ 73 ֆիլմը հավերժացնում է հայկական ֆուտբոլի լավագույն տարիների հաղթական կենսագրությունը։ Այս ֆիլմը մեզ երիտասարդների համար է։ Գիտեք ինչ չան, որ տերան, իմանան, որ այսպեսի ֆուտբոլիստներ եք ունեցել։ Մեր տարիքի մարդիկ բոլորը մեզ տեսել են դաշտի մեջ խաղալուց։ Սա երիտասարդների համար է։ Ես միակ ֆուտբոլիստն էի, որը նաև Արարատում է խաղացել։ Շատ անսպասելի էր առաջարկը եւ ի սկզբանե երբ որ քննարկում էր գնում ֆիլմի նկարահանման process-ի մասին, չէի կարծում, որ սենց մեծ դերակատարում կունենան ֆիլմում։ Շնորհակալություն Մհեր Մկրտչյանին վստահության համար ու հուսամ, որ իր սպասելիքները արդարացրեցի։ Իմ համար սա շատ կարևոր պրոյեկտ էր։ Սա կարևոր է մեր պատմությունը հիշելու, նոր սերունդին փոխանցելու եւ այս հաղթանակը չմոռանալու համար։ Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվող ԽՍՀՄ փոխանցիկ գավաթին, որը 1973-ից հետո առաջին անգամ է Հայաստանում, Արարատ 73-ի ֆուտբոլիստները հուզմունքով են մոտենում, նույնիսկ համբուրում։ Լեգենդար մարզիկները նշում են, որ այս թիմը այսօր էլ օրինակ պետք է լինի հաղթանակի ու համախմբման։ Այնքան բան կա սովորել առաջ 73-ից, որպես վարպետներ, ֆուտբոլիստներ եւ որպես մարդ, որ հիշում ենք այս տարիները, հատկապես Կիևի հետ խաղը, ուղղակի զարմանում ես, ոնց մեկ դիմացանք, ոնց տղաք խաղացին միջև վերջ, նրև տղեկը դաշտում է իրանց ուժը, իրանց հնարավորությունը, վարպետությունը բոլորը դնում էին եւ դրա համար մեկ հաղթանակով դուրս եկանք այս ծանր խաղին։ Я сейчас себя чувствую намного лет. Հիմա ինձ զգում եմ այնքան երիտասարդ, որքան 1973 թվականին, ու այնպիսի տպավորություն է, որ այս ժողովուրդը սպասում է, թե երբ է Արարատը դուրս գալու խաղադաշտ ու պայքարելու գավաթի համար։ Արարատ 73 ֆիլմի ցուցադրումից առաջ նախ ծափեր լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, ապա Մհեր Մկրտչյանը ներկայացնում է ստեղծագործական ամբողջ անձնակազմին։ Когда мне предложили принять команду Арарат, я понял, что мне очень повезло. Իսկ ֆիլմում ռեժիսորը Արարատի լեգենդին գեղարվեստական շունչ է տվել, բացելով նաև որոշ փակագծեր։ Կա եւ հումոր, եւ սեր, իսկ հիմքում պատմություններ են հայկական ֆուտբոլի ոսկեդարի փառահեղ հաղթանակների մասին։ Գլխավոր հերոսը Նիկիտա Սիմոնյանն է, ԽՍՀՄ չեմպիոնությունն ու գավաթը Հայաստան բերած թիմի գլխավոր գործող անձը։ Ֆանտաստիկ աշխատանք է տարված եւ ինչպես տարիներ առաջ դեռևս 2014 թվականին Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում նախաձեռնեց Արարատ 73-ի պատմությունը հավերժացնելու գործընթացը, այնպես էլ փաստորեն այսօր այդ պատմությունը շարունակվում է։ Կարծում եմ շատերն են հիշում, որ դեռևս 2014 թվականին պարոն Ծառուկյանը Հայաստանում հանձնարարեց եւ հայտարարեց, որպեսզի անցկացվի մրցույթ լավագույն արձանի, որը կհավերժացներ Արարատ 73-ի պատմությունը եւ երկար տևած մրցութային գործընթացից հետո ընտրվեց լավագույն աշխատանքը եւ Հայաստանում, Երևանում կանգնեցվեց Արարատ 73-ի լեգենդար պատմությունը կերտող արձանախումբը, որը մինչ օրս կանգուն է, մինչ օրս բազմաթիվ ֆուտբոլասերներ հնարավորություն ունեն այդտեղ այցելելու, ծանոթանալու մեր լեգենդար ֆուտբոլային ակումբի ֆուտբոլային թիմի պատմությանը։ Вы это можете. Ֆիլմը նաև ուսանելի է մարզիչների համար։ Այն սովորեցնում է, թե ինչպես պետք է աշխատել աստղերի հետ, որոնք անհատականություն են։ Նիկիտա Սիմոնյանը Արարատ 73-ում կարողացավ համախմբել մի ամբողջ աստղաբույլ։ Արարատի լեգենդը դեռ երկար է շարունակվելու։ Ֆիլմն աշխարհին պատմելու է մի սերնդի մասին, որը դեռ կես դար առաջ ապացուցեց, որ համախմբվածության ու անմնացորդ նվիրումի շնորհիվ հայերը կարող են արժեքավոր հաղթանակներ տանել նաև թիմային մարզաձևերում։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն